Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատմական դատարան ես շարունակելով նախորդ երկու դատարանի ստերում իմ ելույթը, այս անգամ բնականաբար մենք արդեն ասել ենք ելույթային հատվածին, որ քննարկման առարկայա միայն մեղադրանքում առաջադրված եզրույթները, դրանց բովանդակությունը եւ համապատասխանությունը քրեական օրենսգրքի այն հոդվածից, որով ինձ առաջադրվել է մեղադրանք։ Պնդելով նախորդ դատարանի ստերում ներկայացված իմ մոտեցումները, ես ասում եմ, որ դրանք ոչ թե բոլոր արձանագրված եզրույթները, դրանք ոչ թե արատավորող տեղեկություններ են դատավորների, դատարանի մասին, այլ գնահատողական դատողություններ, այլ համեմատական վերլուծություններ, այլ գեղարվեստորեն հռետորական ձևով ներկայացված խոսք, առավել ևս, որ այն ներկայացվել է ոչ թե ակադեմիական միջավայրում, ոչ թե գիտական քննարկումների ժամանակ, այլ հանրահավաքներում, այլ հարցազրույցներում, ինչին որ բնորոշ է որպես կանոն նման միջավայրում խոսքի հռետորական տարբեր դրսևորումներով ներկայացնել։ Հետևաբար ներկայացվածը որպես տեղեկություն գնահատելը դրսան պետք է առաջացներ այլ իրավական հետևանքներ։ Այսինքն մի շարք ուրեմն կարող արձանագրումներ անել։ Տեսեք ինչ է արձանագրված։ Նման տեսակետ կարող է ունենալ եթե կամ գիտակից դավաճան, այլ տարբերակ գործություն չի։ Վերջիներս պետական դավաճաններ են, բարձրան ահաբեկիչներ, ապօրինության հետևանքով այդտեղ հանդեպանած կազմակերպված անձնավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն, դատարանը վերածվել է քաղաքական բուժկայ եւ այլն։ Հիմա այս արտահայտությունները սրանք տեղեկություններ չեն, եթե այստեղ ինչն է շատ կարևոր, որ մենք նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի սահմանադրական դատարանի դատավորները գործում ներգրավեն որպես ուժով, բայց դատարանը որոշում կայացրեց մերժել այդ միջնորդությունը, ընդ որում լսելով նաև հանրային մեղադրողի տեսակետը, որ հանրային մեղադրողներ այն կարծիքին են, որ սահմանադրական դատարանի դատավորները ուժով չեն այս վարույթի շրջանակում եւ չեն կարող ճանաչվել որպես ուժով։ Հետևաբար հարց առաջանում, եթե դատախազը, հատվյալ դեպքում հանրային մեղադրողը գնահատում է ներկայացված եզրույթները որպես տեղեկություն, այսինքն ընդունում է փաստը, որ սահմանադրական դատարանի դատավորները դավաճաններ են կամ բարձրան ահաբեկիչներ, այսինքն հանրային մեղադրողի իրավական դիրքորոշումը, իրավական գնահատականը այն է, որ դա տեղեկություն է, իսկ տեղեկատվության ազատության մասին օրենքից տեղեկատվություն եզրույթի մեկնաբանությունը ես ներկայացրեցի նախորդ դատարան նիստում, ինչպես նաև դրա բառարանային նշանակությունը, նշանակում է հանրային մեղադրողը ընդունում է փաստը, որ սահմանադրական դատարանի դատավորները դավաճաններ են։ Իսկ դավաճանությունը դա գեղարվեստական եզրույթ չի, դա հասկացություն է, որը նկարագրված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Հետևաբար, եթե հանրային մեղադրողի դիրքորոշումն այն է, որ դատավորները դավաճաններ են կամ բարձրան ահաբեկիչներ, ապա ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի ամբողջությունը կամ ենթադրել ամբողջությունը, որ չի նախաձեռնել վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, լսելով այդ մասին, որ կա նման տեսակետ, եւ դա ընդունել է ոչ թե որպես համեմատական վերլուծություն, դատողություն, այլ որպես տեղեկություն, հաստատված տեղեկություն, ապա անհասկանալի է, թե ինչի չի նախաձեռնել վարույթ պետական դավաճանության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով եւ չեն իրականացվել դրանից բխող վարույթային գործողություններ։ Ուրեմն սահմանադրական դատարանի որոշման մասին կարծիք կարելի է արտահայտել եւ ցանկացած ոք կարող է ապրել, չի կարող սահմանել, առավել ևս, որ մեղադրական եզրակացության մեջ արձանագրված արտահայտությունները իմ կողմից հնչեցվել են սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց եւ այն հրապարակելուց հետո։ Այսինքն դա որևէ կերպ չէր կարող ազդել դատարանի կողմից իր օրինական պարտականությունների կատարման եւ որոշումների կայացման գործընթացի վրա։ Առավել ևս, դա բողոքարկման ոչ ենթակա որոշում, այսինքն եթե այլ դատական ակտեր դրանք ենթակա են բողոքարկման եւ միգուցե դրանց վերաբերյալ շարժիչ շտաբեր, կարծիքներ արտահայտելուց, որովհետեւ դեռ կա բողոքարկման հնարավորություն եւ բողոքարկման արդյունքում այլ
իրավական ակտի, այլ վճռի ստացում, ապա սահմանադրական դատանի պարագայում դա անհնար է։ Հետևաբար, եթե դա անհնար է, ապա հնարավոր է դրա մասին միայն կարծիքներ արտահայտել, գնահատողական դատողություններ, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնում վճռի բովանդակության վրա, ընդ որոնք կարծիքներ արտահայտելու հնարավորություն ունեն ոչ միայն քաղաքացիները, այլ ունեն նաև սահմանադրական դատանի դատավորները, որոնք նաև օգտվել են իրենց այդ իրավունքից, մասնավորապես Սահմանադրական դատանի դատավոր Վահե Գրիգորյանը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին հանրային հեռուստաընկերությունում հարցազրույց է տվել հարցազրույց Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման ժամանակ։ Ուրեմն Էդգար Շաթիրյանը դատավոր, որը եղել է գործում զեկուցող եղել, 24 թվականի հոկտեմբերի 15-ին հարցազրույց է տվել իրավաբաններ լրատվական կայքերի, բոլոր այս հարցազրույցները պատվարժան դատանի չեն սրանք առանձնացել, վերաբերվում են սահմանադրական դատանի այն որոշմանը, որը որ վիճահարույց է, ինքն այս մեղադրանքի հիմքումն է։ Դատանը ձեզ ընդհատում է, հարգելի քաղաքացի ոտքի կանները։ Դուք իրական միջոցների ներկայացուցիչ եք, չի կարելի ձեր կողմից լուսանկարել։ Չէ, չեք մի դեպքում։ Սրանք միայն այն հարցազրույցներն են պատվարժան դատարան, որտեղ դատավորները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշման մասին, այսինքն տվել են դրանց վերաբերյալ իրենց կարծիքը և մեկնաբանությունները։ Արման Գիլանյան 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆակտոր TV հեռուստաընկերությանը։ Արման Գիլանյան 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Civilnet AM լրատվական կայքի։ Այսինքն դատավորներն իրենք են իրենց հարցազրույցներով անդրադարձել այս որոշմանը, արդարացնելով, մեկնաբանելով այդ որոշումը, հետևաբար քաղաքացիներն իրավունք ունեն այլ կարծիք հայտնել, այլ գնահատողական դատողություններ ներկայացնել, եւ որևէ դատավոր պատասխանատվություն չի կրել իր կարծիքը ներկայացնելու համար։ 450 հոդվածը պատվարժան դատարան վերաբերում է դատավորի օրինական գործունեության ընթացքում առաջացող այդ խնդիրներին, եթե չնայած ես ասել եմ, որ այդ հոդվածը այս գործի հետ ընդհանրապես որևէ կապ չունի եւ իր գործողությունների, բայց դա ընդգծում վերաբերում է օրինական գործունեությանը։ Իսկ արդյոք պետք է ենթադրել, որ բոլոր դատավորները, այդ թվում սահմանադրական դատանի դատավորները իրականացնում են բացառապես օրինական եւ որևէ կերպ չի կարելի կասկածի տակ դնել նրանց գործունեության, նրանց պաշտոնավարման լեգիտիմության վերաբերող հարցերը։ Հակառակ պարագայում դա կարող է դիտվել դատավորի հասցեին որպես արատավորող տեղեկություններ։ Պարզվում է, որ դա այդպես չի, որովհետեւ պրակտիկայում կան բազմաթիվ դեպքեր, երբ որ տարբեր իրավախախտումներով իրավական միջոցներ են ձեռնարկվում դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ եւ դեռևս դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման բացակայության հանրության շրջանում տարածում են տեղեկություններ։ Ամենաթափ տեղեկությունները օրինակ ես կարդացել եմ 168 կետերյան լրատվական կայքում 2020 թվականի մայիսի 1-ին, որտեղ գրվում է, որ Կաշակ ստանալու մեղադրանքով Երևան քաղաքի առաջին այցյան ընդհանուր իրավասության քրեական դատանի դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Էդիկ Ալեքսանյանը։ Հիմա պարզաբար Կաշակ վերցնելը, ապօրինի գործունեությունը դա ըստեյության անպատվաբեր գործունեություն է։ Բայց հիմա ընդ որում չկա դատանի որոշում դատավոր Գաբրելյանի մեղավոր ճանաչելու վերաբերյալ, այսինքն հաղթում է նաև անմեղության կանխավարկածից։ Հետևաբար նրա մասին այս տեղեկության տարածումը, որը տարածվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, դատախազության կողմից, չի հանդիսանում արդյոք նրան արատավորող տեղեկություն։ Կարծում եմ, որ հանդիսանում է, բայց այդ տեղեկությունը տարածվել է, որում ես առանձնացրել եմ մամուլի մի շարք հրապարակումներ, սկսած դեռևս 2022 թվականի, 23 թվականի, որոնք վերաբերում են քննիչների ձերբակալությանը, դատախազի ձերբակալությանը, չգիտեմ, դատավորների ձերբակալությանը, ԱԱԾ-ի կողմից իրականացված վարորդային գործողությունների եւ այլն։ Հիմա հարց առաջանում, եթե այդ դեպքերում դա կարելի է, բայց ես եմ ասում, որ սահմանադրական դատանի կարծիք եմ հայտնում, ընդ որում իմ հարցազրույցների մեծ մասում դա ասում եմ որպես ասում խնդրում եմ դա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, որ այս կողմի դատավորի գործողություններում ակնհայտ են պետական դավաճանության կամ ապօրինի պաշտոնավարման հետ կապված հարաբերություններ։ Հետևաբար, եթե դատախազը ընդունում է դա որպես իրավական դիրքորոշումն այն է, որ դա հավաստի տեղեկություն է, ապա այլ
իրավական գործընթացներ պետք է լինեն, քան հանցագործության մասին ըստեյության հաղորդում տվողի մեղադրանք առաջադրելը, մեղադրանքը համարելով որպես արատավորող տեղեկություն դատավորի հասցեին։ Այստեղ ակնհայտ անհիմն է։ Ոչ մի դատավոր, պատասխան դատարան, նորից եմ ուզում կգնել, իր օրինական գործունեության խոչընդոտելու կամ իր մասին արատավոր տեղեկություններ տարածելու մասին անհանգստություն չի հայտնել։ Այս վարույթի գործերում չկա թեկուզ մի դեպք, որ որևէ դատավոր նշի, որ իր մասին արատավորող տեղեկություններ են տարածվել։ Ոչ մի դատավոր այս վարույթի շրջանակներում չի հարձակրվել, ոչ ոք չի ասել, որ իրենց հասցեին հնչած տեղեկությունները իրենց համար վիրավորական են կամ արատավորող։ Իդեպ դատարանն ուզում եմ տեղեկացնել, որ նաև գոյություն չունի որևէ քաղաքացիական հայց, նաև վիրավորանքի կամ զրպարտանքի իմաստով, որ որևէ դատավոր քաղաքացիական դատարանում հայց ներկայացնի իդեպ վիրավորանքի կամ զրպարտության։ Այսինքն ոչ ոք նման արձանագրում որևէ դատավոր սահմանադրական դատավորների մասին խոսքը չի իրականացել։ Ուրեմն Դատախազի կողմից կայացված 2025 թվականի փետրվարի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ, որով ինձ դատախազի կողմից առաջադրվել է մեղադրանք, երկրորդ էջի առաջին պարբերության մեջ Արման Դիլանյանը հիշատակվում է որպես սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Վահե Գրիգորյանը որպես սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Նրանց այդ կարգավիճակի մասին դատախազի տեղեկացված լինելու հանգամանքը խիստ կասկածելի է։ Օրինակ, Գագիկ Հարությունյանի ազգային ժողովի որոշում 96 թվականի փետրվարի 6 թիվ N-075-1 եւ Դայր Թովմասյանի ազգային ժողովի որոշում 2018 թվականի մարտի 21 թիվ HO-009-A ՍԴ նախագահ ընտրված լինելու մասին որոշումները հասանելի են։ Նաեւ հասանելի է սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդիա Հովհաննիսյանի սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրված լինելու մասին, սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ ՍԴԱՕ 25 աշխատակարգային որոշումը։ Սակայն բնության մեջ գոյություն չունի անհատական իրավական ակտ կամ որոշում, սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի համապատասխանաբար սահմանադրական դատարանի նախագահ կամ փոխնախագահ ընտրելու մասին։ Հետևաբար հարց առաջանում, հանրային մեղադրողը, որ իր մեղադրանքի մեջ, այդ թվում մեղադրական եզրակացության մեջ, հիշատ դատավորներին հիշատակում է որպես սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ։ Այդ դեպքում, երբ որ նրանք նման պաշտոն չեն զբաղեցնում, ընտրված չկա նման որոշում։ Մեր իրականության մեջ գոյություն չունի հանրային ծառայության որևէ պաշտոն, որը զբաղեցնող անձը չունենա այդ պաշտոնը զբաղեցնելու անհատական իրավական ակտ։ Նման պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի բացառությամբ Արման Դիլանյանի ու Վահե Գրիգորյանի։ Հետևաբար, եթե նրանք իրավական ակտ որոշում չկա այդ պաշտոնը զբաղեցնելու, բայց նրանք հանդես են գալի այդ պաշտոնի դիրքերից, օրինակ Արման Դիլանյանը ստորագրում է սահմանադրական դատարանի որոշումներ, որպես ՍԴ նախագահ։ Սահմանադրական դատարանի պաշտոնական կարգում Վահե Գրիգորյանը ներկայացնում է որպես ՍԴ փոխնախագահ, բայց չունենալով նման որոշում։ Ինձ հետաքրքիր է նախ Պարոնավետյանը որտեղից է իմացել նրանց նախագահ եւ փոխնախագահ ընտրվելու մասին, շատ հետաքրքիր անկեղծ ասած, այդ տեղեկատվության աղբյուրը։ Եվ եթե նրանք այդ պաշտոնը չեն զբաղեցնում, բայց այդ պաշտոնից բխող գործառույթներ են իրականացնում, ապա այդ դեպքում հանրային մեղադրողը դատախազը իր պաշտոնը պետք է սկզբունքորեն այլ վարույթ նախաձեռներ, որը նկարագրված է քրեական օրենսգրքի 419 հոդվածով, իշխանության յուրացում։ Դա իշխանության զավթելն է, կոնկրետ այս վերաբերելի մասով, սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար։ Այսինքն փոխարեն է փաստերի առկայության դեպքում դատախազը այլ իրավական գործընթաց սկսեց։ Ինչ է մեղադրանք առաջադրում, ըստ էության բարձրաձայնելու համար այն ապօրինությունները, որոնք ես որպես քաղաքացի եւ որպես իրավաբան եւ որպես սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար արձանագրել են եւ բարձրաձայնում են։ Ընդ որում դա ներկայացնում է ոչ թե նրանց վերաբերող արատավորող տեղեկություն, այլ ըստ էության համախորդում հանցագործության մասին եւ աղաղակող իրավախախտում։ Նույն ժամանակահատվածում սահմանադրական դատարանի հայտարարությունը եղել
Սակայն Սահմանադրական դատարանի մասին քննադատաբար այդ որոշմանը վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են եղել։ Սակայն հաղորդում ներկայացնելը թե միայն իմ վերաբերյալ, որ պետք է հասկանալ, մենք արդեն պարզավոր դատարանի որոշմամբ պարոն Ավագելյանը կհացակրվի այստեղ որպես վկա, հասկանալով է, որոնք են այն անձնական շարժառիթները, որ նրա գրված գիտության մեջ ես թիրախավորված եմ։ Այստեղ ակնհայտ է նաև քրեական օրենսգիրքի մեկ այլ բնութագրում, դա 3 խտրականություն, այսինքն նույն հանգամանքների հետ կապված ցուցաբերվելը խտրական վերաբերմունք, խտրական մոտեցում։ Եվ պետք է հասկանալ դրա շարժառիթները, եւ սպասում են շարժառիթները կա պատմական դատարան, որտեղ Սամվել Արաքելյանը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ինձ այդ պաշտոնից ապօրինաբար հեռացնելու, հանգամանքներով պայմանավորված եւ կարծում եմ, որ պատճառները դրանում են։ Օրինակ, արգաժան պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում այդ կարճ ժամանակահատվածումից մեղադրանք առաջադրելուց մինչև ավարտել, դա մի շաբաթ է տևել ընդամենը, միջնորդություն է ներկայացրել շատ պատճառ, չի ձեռքի տակ կա դրա պատճեն, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլայանի եւ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ հանրային իրական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդության հիմքը եղել է այն, որ հիշյալ պաշտոնյաները պաշտոնի բերումով նաև 2019-20 թվականներին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի դատավորների եւ դատարանի մասին ընդհանրապես պարոն Բաբայանը երևի ժողովրդանով մեզ քիչ ժամանակ երկրված չի անդրադարձել օրինակ հենց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունների Սահմանադրական դատարանի նրան ոչ լեգիտիմ մարմինների մասին եւ այդ ժամանակահատվածի հետ կապված բացի դրանից որ որևէ քրեական հետապնդում վարելուց չի նախաձեռնել հավելին վերջվել է պարոն Բաբայանի ներկայացված միջնորդությունը որը բողոքարկվել է նաև հանրային մեղադրողի եւ մերժում ստացել նաև հանրային մեղադրողի կողմից այսինքն եթե Սահմանադրական դատարանի մասին նույն արտահայտությունն անելը որ ուստեղ կամ մի արտահայտություն պատասխան դատարան դա քաղաքական բուդկա է տեսնում դա փոխառություն է դա վերցված է Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի մոտ ամսագրի կա արտահայտած մտքից հիմա հարց առաջանում եթե այն ժամանակ չի հարուցվել հիմա նման արտահայտությունների համար բարույթ է նախաձեռնել եւ ներկայացման նույն արտահայտության մասին այլ սուտ է ապա ինչի՞ բարույթը դրանք չեն գրավում եթե մոտեցումը խտրական չի եւ պայմանավորված չի միայն նկատմամբ իրավական գործընթացով քաղաքական իմ գործունեության հասարակական գործունեության վրա ներազդելու անազնիվ մղումներ ուրեմն արտահայտություններ որոնք որ կան մեղադրական եզրակացության մեջ նման տեսակետ կարող ունենալ տգետը կամ գիտակից դավաճանը այդ տարբերակ գոյություն չունի տգիտությունը դա վիրավորան որևէ կերպ չի կարելի ունել դա կարող է լինել բնութագրում այսինքն դա արատավորող տեղեկություն չի մարդու տգիտությունը բավականին նշանակություն դա որոշակի գիտելիքների պակաս է որոնք ես ասում եմ որ կամ որևէ պնդում չկա որևէ մեկի վրա իսկ գիտակցված դավաճանությունը դա այն է որ պետք է վարույթով ապացուցվել կա արդյոք սա դատավորների գործողության մեջ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի հատկանիշներ թե ոչ իմ կարծիքով կա եւ որն է այդ կարծիքի հիմքը կարծիքի հիմքն է նաեւ այս նույն որոշման հետ կապված Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացած հատուկ կարծիքը ըստ որի Սահմանադրական դատարանը առհասարակ այդ գործը պետք է վարույթ չընդուներ որովհետև գործը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով գործի ներկայացվող պահանջների մասնավորապես ստորագրված չի եղել վարչապետի կողմից այսինքն միջազգային պայմանագիրը ներկայացվել է Սահմանադրական դատարան եւ ստորագրված չի վարչապետի կողմից իսկ առանց ստորագրության դիմումներ Սահմանադրական դատարանը պետք է վարույթ չընդուներ Հրայր Թովմասյանը հատուկ կարծիքով նշում է որ այս կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիր է։ Մեր համանդրությունը առանձնացնում է միջազգային պայմանագրերի երկու տեսակներ։ Վավերացման ենթակա եւ վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրեր։ Վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերը ստորագրում եւ հրապարակում է հանրապետության նախագահը։ Պատասխան դատարան այս նույն փաստաթուղթը Ադրբեջանի հանրապետությունում չի վավերացվել, Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել,
Ադրբեջանի խորհրդանը չի վավերացել, այլ ստորագրվել եւ հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այսինքն դիտվել է իբրև վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերը Սահմանադրական դատարանը ընդունել է վարույթ, որում դիմումի պահանջները չբավարարելու պայմաններում եւ դուրս գալով այդ կանոնակարգի դրույթների իրավական կարգավորումների դաշտից, ինչը որ Սահմանադրական դատարանը ոչ մի այլ միջազգային պայմանագրի պարագայում երբեք չի արել։ Ես նայել եմ Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձած գրեթե բոլոր միջազգային պայմանագրերը, ոչ մի դեպք չկա, երբ որ Սահմանադրական դատարանը բացի հիմնական պայմանագրային դրույթներից որևէ կերպով անդրադարձած լինի, ենթադրենք Ալմատայի հռչակագրի, անկախության հռչակագրի եւ այլն, այդ թվում